Ստացել ենք ավազանք, որ Իսահակյան 42-ում կատարում են շինարարական աշխատանքներ, կազմակերպվել այցելություն, հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության և կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների հետ համատեղ կատարվել է տարածքի ուսումնասիրություն, շինարարական աշխատանքները իրականացում են կառուցապատման թույլտվության հիման վրա, ներկայումս իրականացում են կոնստրուկցիի մասերի ուժեղացման աշխատանքներ և մեր ծառայությունը և քաղաքաշինության հողի վերահսկողությունը, կենտրոն վարչական շրջանը, ինչպես նաև իրավաբանական վարչությունը չունի տեղեկատվություն կառուցապատման թույլտվության կասեցված լինելու հանգամանքի վերաբերյալ։ Չկա տեղեկացում, որ մենք իրավասու չենք դադարեցնելու շինաշխատանքները։ Քաղաքացու կողմից բարձրացրած այն հարցրին, գույքի վնասին, կարող ենք ասել, կառուցապատողի հետ փոխադարձ համաձայնության գալու արդյունքում կարող է կարգավորվել, իսկ ձեռք չբերելու դեպքում դատական կարգով, համապատասխան մասնագիտական եզրակացության հիման վրա։ Բայց այս զրույցում քաղաքացի նշեց, որ հիմք չկա, շենքը քանդելու, շինությունը քանդելու։ Դուք ինչ կասեք այս մասով, հիմքը որն է պատճառը, որ կոնստրուկցիի մասերի մասով Չէ, ավարտեմ էլի, եթե թույլ կտաք։ Եվս մեկ անգամ նշեմ, որ մեր կողմից խախտում չի արձանագրվում, քաղաքացին կարող է նշել իր տեսակետը, ներկա են եղել նաև քաղաքաշինական հակարդեային տեսչական մարմնի ներկայացուցիչները, որոնք նույնպես հայտնել են դիրքորոշում ներկայիս փլուզման վտանգի վերաբերյալ և կուզենայի վերջինների դիրքորոշումը իրենց կողմից նորից հնչեցնեին, թե ինչքանով է վտանգավոր ներկա պահին։ Այս պահեդրությամբ մենք չենք կարող դադարեցնել, որովհետև առկա է շինթույլտվություն և շինարարական աշխատանքները իրականացնում են համապատասխան վարչական ակտի հիման վրա։ Մեր դիրքորոշումը մնում է այո, օրենքի սահմաններում է։ Վնասի մասով էլ նշեցի, քաղաքացին կարող է դիմել կառուցապատողին, փոխհամաձայնության չգալու դեպքում դիմել դատարան այն ստանալու համար, բայց անհրաժեշտ փորձագիտական եզրակացության առկայության դեպքում։ Շատ լավ, ուղղակի օրենքի մասով դատական վճիռ ըստ էության իրանից հանդիսանում է օրենք, քաղաքապետարանի աշխատակիցը պնդում է, որ ամեն ինչ օրենքի սահմանում է, այս օրենքը մայիսի 21-ի որոշման կառուցապատողին քաղաքացիական դատավարության շրջանակներում արգելել է որևիցե քանդման աշխատանք, այսինքն եթե նույնիսկ եւ վարչական այս 5 սեփականատերի ցուցակը տեսակ մարմինը երկու հասցեին տվել այդ թույլտվությունը եւ վարչական ակտը չի կասեցվել, շին թույլտվությունը, ըստ էության քաղաքացիական դատարանը սեփականության իրավունքի պաշտպանության համար հիմնավոր է համարել կառուցապատողին արգելել որևիցե քանդման գործողություն։ Որևիցե բառը հայերենում նշանակում է որևէ, չի կարելի քանդել։ Քաղաքապետարանի աշխատակիցն ասում է ամեն ինչ օրենքի սահմաններում է։ Իսկ տեղեկություն ունեք ինչ նպատակով են քանդում, ինչ է հետագայում։ Խնդրում եմ կառուցապատողին։ Կոնստրուկցիի մասերի քանդման աշխատանքներ չկան, ուժեղացման նպատակով որոշակի հատվածի այդ ընթացիկ նորոգման հատվածների քանդումը իրականացում, հաշվի առնելով բետոնի և ամրանների առանձնահատկությունները։ Դա չենք դիտարկել որպես քանդման աշխատանք, այլ ներկա պահին Իսահակյան 42 հասցեում իրականացում են կոնստրուկցիի մասերի ուժեղացման աշխատանքներ, կրկնեմ ևս մեկ անգամ։